փոքրիկ, քեզ հետ կրկին ես եմ, Մեղդիկ Տիկը։ Այսօր մենք ճանապարհորդելու ենք մրգերի աշխարհով։ Իսկ մինչ այդ, արի գնանք մուլտֆիլմ դիտելու։ Փախուստ սառնարանից։ Գիշեր էր։ Տիկին Արուսը նոր էր մաքրել խոհանոցը և հանգիստ խղճով գնացել էր քնելու։ Քար լռություն էր խոհանոցում։ Քար լռություն էր մինչև այն պահը, երբ լսվեց ինչ-որ ձայն։ Հավանաբար սառնարանից էր։ Մրգերն էին սառնարանի, նրանց դեռ 3 տիկին Արուսն էր գնել։ Արթնացեք ընկերներ, ասելիք ունեմ։ Տիկին Արուսը ասում էր, որ առավոտյան մեզնից պետք է մրգային աղցան պատրաստի։ Ես մրգային աղցան եմ դառնալու։ Ուրախացավ դեդի բանանը։ Դե նա միշտ էր ուրախ։ Ընկերներ, մեզ կտրատելու են և ուտեն։ Փրկություն է պետք։ Մրգերը փախուստի պլան մշակեցին։ Մի կերպ հրելով բացեցին սառնարանի դուռը և դուրս եկան։ Իջնելով սառնարանից մեկը մյուսի օգնությամբ բարձրացան սեղանի վրա։ Այնուհետև միմյանց օգնությամբ բարձրացան պատուհանագոգին։ Եվ այդպես, բացելով պատուհանը, նրանք փախան։ Այնքան ուրախ էին։ Շուտով քուն մտան այգու մի թփի տակ։ Իսկ առավոտյան տիկին Արուսը բացելով սառնարանի դուռը զարմացավ։ Որտեղ են մրգերը, չէ՞ որ ես նրանցից աղցան պիտի պատրաստեի։ Տեսնես ուր են նրանք։ Լավ, ես էլ բանջարեղենից կպատրաստեմ աղցան։ Տղերք, մեր ընկերներն օգնության կարիք ունեն։ Գոռացին անհանգիստ մրգերը։ Հենց այսպես էլ ավարտվում է մեր հեքիաթը։ Քեզ դուր եկավ մուլտֆիլմը։ Հիանալի է։ Իսկ հիմա արի միասին ծանոթանանք մի քանի արևադարձային մրգերի հետ։ Կարծում եմ, քեզ հետաքրքիր է լինելու։ Գնացինք։ Առաջին միրգը, որի հետ պիտի ծանոթանանք, արքայախնձորն է։ Արքայախնձորը արժեքավոր սննդի տեսակ է։ Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են միջուկում պարունակվող սննդարար նյութերով։ Ի տարբերություն մյուս մրգերի, արքայախնձորը աճում է հողի վրա։ Հենց այսպիսի տեսք ունի արքայախնձորը կտրված վիճակում։ Մանգո։ Հնդկական մանգոյի ծառը կարող է հասնել 45 մետր բարձրության։ Միևնույն ժամանակ ծառի վրա գտնվող երիտասարդ տերևները կունենան կարմրավուն երանգ, իսկ հասուն տերևները մուգ կանաչ։ Հասած մանգոները շաքարավազի բարձր պարունակության պատճառով ունեն հաճելի բույր և քաղցր համ։ Արևելյան ժողովուրդները համարում են, որ այս միրգը տրված է մարդկանց Աստծո կողմից։ Այն անվանում են արևադարձային խնձոր, առողջություն և երկարակեցություն պարգևող պտուղ։ Պապայա։ Սեխածառը, պապայան, խիստ զգայուն է կլիմայական պայմանների նկատմամբ։ Այն ոչնչանում է ոչ միայն սառնամանիքներից, այլև ցածր դրական ջերմաստիճաններում։ Պտուղն օվալաձև է, միջինը 20 սմ երկարությամբ և 300-ից 500 գրամ քաշով։ Հասուն պտուղն ունի ողորկ, բարակ, կանաչ դեղնավուն կեղև, պտղամիսը վարդագույն նարնջագույն է, քաղցր է, հուրավետ։ Համային հատկանիշներով որոշ չափով նման է սեխին։
Պտղի միջնամասը սնամեջ է, այստեղ գտնվում են սև կորիզները, որոնք ուտելի չեն, չորացված վիճակում օգտագործվում են որպես համեմունք։ Պիտահայա կամ վիշապի միրգ։ Պիտահայայի միջուկն օգտագործվում է սննդի մեջ հում վիճակում, ունի քաղցր համ։ Հազվադեպ է հնչում կարծիք, որ պիտայան համեղ չէ, թեև համը կարող է ոչ այնքան դուրեկան թվալ։ Որպես միրգ օգտագործելիս պիտայան սովորաբար բաժանում են երկու ուղղահայաց հավասար մասերի։ Դրանից հետո կարելի է այն մասերի բաժանել, այնպես ինչպես կտրում են դդումը, կամ գթալով դատարկել միջուկը։ Կարամբոլա կամ արևադարձային աստղեր։ Կարամբոլայի պտուղները խրթխրթան են, հյութալի և լինում են թթու քաղցր։ Սրա պտուղները կտրելիս աստղի ձև են ստանում։ Բանան։ Բանանը կամ ադամաթուզը ամենահին մշակաբույսերից է։ Հասած բանանները ողջ աշխարհում լայնորեն կիրառվում են սննդի մեջ։ Դրանք օգտագործում են մեծաքանակ ճաշատեսակներ պատրաստելիս։ Բացի թարմ վիճակում կիրառումը, որոշ ժողովուրդների խոհանոցներում բանանը տապակվում կամ եփվում է թե կեղևահանված վիճակում, թե կեղևով։ Բանանը նաև չորացնում են, պահածոյացնում, օգտագործում բանանի ալյուր, մարմելադ, օշարակ, գինի պատրաստելիս։ Բանանը կիրառվում է նաև որպես խոշոր եղջերավորների կեր։ Կոկոս։ Կոկոսյան արմավենին արմավենիների ընտանիքի բույս է։ Խոշոր, չճյուղավորվող ծառ է, բարձրություն է մինչև 30 մետր։ Տերևները փետրաձև են, ծառի գագաթում հավաքված։ Պտուղը կորիզապտուղ է, կոկոսյան ընկույզ։ Պտղի արտաքին թաղանթը թելաշար է, ներքինը ամուր է, 3 անցքերով։ Կոկոսի պատյանը արտաքին կողմից ծածկված է սպունգանման թելավոր թաղանթով, որից ստացվում է շատ ամուր թել։ Կոկոսի ծաղկաբույլի հյութից ստանում են շաքար, օշարակ, գինի։ Պտուղների թաղանթի թելերից, ինչպես նաև տերևների թելիկներից, պատրաստում են ճոպաններ, խոզանակներ և այլն։ Իսկ բնափայտը արժեքավոր շինանյութ է։ Մանգոստին։ Մանգոստինը կամ մանգուստանը մշտադալար ծառ է, մինչև 25 մետր երկարությամբ բրգանման պսակով և սև շագանակագույն կեղևով։ Տերևները օվալաձև և երկարավուն են, մուգ կանաչ վերևում և դեղնականաչ ներքևում։ Պտուղը կլոր է, վերևում ծածկված է հաստ, մանուշակագույն ոչ ուտելի կպչուն կեղևով, որի տակ գտնվում են 4-ից 8 հատվածներով սպիտակ ուտելի միջուկներ։ Լիչի։ Լիչին էնդեմիկ մրգատու ծառ է և հիմա մշակվում է աշխարհի 4 կողմերում։ Թարմ պտուղն ունի քնքուշ, սպիտականման պտղամիս, ծաղկային բուրմունքով և գեղապույր քաղցր համով։ Միրգը սովորաբար ուտվում է թարմ վիճակում, քանի որ անուշահոտ համը կորչում է պահածոյացման պրոցեսում։ Կիվին։ Կիվի բույսն իր անունը ստացել է իր պտղի և անթև գորշ մազանման փետուրներով կիվի թռչնի արտաքին նմանության շնորհիվ։ Միրգը շուկայում առաջինը ներկայացրած ընկերության անունն էր Կիվի։ Ընկերության խորհրդանիշը ներկայանում էր հենց այդ անթև թռչնի տեսքով։ Միրգն իրավամբ համարվում է վիտամինային ռումբ,
քանի որ պարունակվում է մրգերի եւ բանջարեղենի համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր։ Այս խավոտ կանաչ գնդիկը հարուստ է հատկապես C վիտամինով։ Սիրելի փոքրիկ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Մինչ նոր հանդիպում։